Պստիկ, մի աղջիկ, իմ անունը Սուսանիկ, Կոնֆետից, ծամոնից, շատ եմ սիրում խաղալիք, ծնունդիս, տորթիկին, մի հատ մամ եմ վարելու, և բոլորը ինձ այսօր նվերներ են բերելու։ Մամա! Մամ! Մամա! Ասա բալես։ Մամա, ճիշիկ ունեմ, ճիշիկ, մամա, բութանը, ճարան, սարգնացի, սունկ կերանքաման, բողջարս։ Սունկը թունավոր էր, ոտը հալյուցինացիաներ են սկսել։ Կարո ինչի հոդու փորձակ չես։ Ընկեր Կորյուն, ինձ թվում է շատ շտապ պիտի ընկեր Կարոյին երակային սիստեմա միացնենք, որ արյան միջից տարզանը մաքրվի։ Բայց առաջի հերթին պետքա ծառից իջացնենք, նոր տանենք մաքրենք։ Ոնց որ ուզում թռնի։ Կարո, մի րոպե չդռնես, կարո։ Փշկլիկներ, հիմա ուշադիր լսեք ինձ։ Այժմ ես ինքս իմ անձնավորությամբ ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես վայրի պայմաններում առանց լույսքի վառել կրակ։ Ուրեմն, վերցնում եք չորփետ, ինչպես տեսնում եք արդեն մենք հավաքել ենք փայտիկները, վերցնում ենք չորփետ և սկսում ենք շփել։ Հիշեք, շատ կարևոր է շփումը, որովհետև շփումից փայտիկները տաքանում են, տաքությունից առաջանում է ջերմություն, և ջերմության ընթացքում վառվում է կրակ։ Բայց եթե հանկարծ շփումը դադարում է, ջերմությունը սառում է, կրակը սկսում է մանր հանգչել։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, ընկեր Անուշ։ Հասկանում եմ, ընկեր Կարո։ Ուղղակի կասկածում եմ, որ այդ շփումից կարող է կրակ առաջանալ։ Դու գիտես, ես ինչ կրակներ եմ վառել։ Կներեք էլ։ Այ, լավ չեմ զգում ինձ ընկեր Կարո։ Ինչ պատեց ընկեր Անահիտ։ Չգիտեմ, գլուխս պտտվում է։ Մի խապի։ Լավ էլ երևում է, քո գլուխը չի պտտվում։ Ընկեր Կարո, ես իսկապես ինձ լավ չեմ զգում։ Կարող եմ մնալ ճամբարում։ Ընկեր Անահիտ, այ ձեր հոգուր Աստծուն մեռնեմ։ Որ դուք մնաք ճամբարում, տատս է այդ երեխեն հանելու սար, մեծ կնիկ 75 տարեկան։ Ոնց է այնելու այդ սարը։ Ճնշում ունի, իշազ ունի, ռադիկոլիտ ունի, ինսուլինը փորի մեջ ման է գալիս, դա չի գալի, չէ՞ ախր։ Ընկեր Կարո, ես կհետևեմ Անահիտի ջոկատին։ Անահիտ ջան, դու մնա ճամբարում լավացի։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Ընկեր Անահիտը մնում է ճամբարում, իսկ հովազներին հետևում է տատս։ Այսինքն։ Յանի ճամբարակներ, հավսարս գազ թողնել կանգար։ Իմ շատ սիրելի պուճուրներ, մշկլիկներ և թշկլիկներ։ Դուք այն բախտավոր երեխաներից եք, որ այս պահին ես ձեզ համար պետք է բացեմ մի շատ հետաքրքիր գաղտնիք։ Տեսնում եք այս ծառը։ Էս չէ, այս մեկը։ Ուրեմն ասեմ, որ այս ծառը շատ հայտնի և սիրված ծառ է մեր տարածաշրջանում։ Ինչու Ինստագրամում քանի հետևորդ ունի։ Լսի՛լ այ փշկլու։ Մյուս անգամ էլ դու իմ խոսքի ընթացքում ինձ ընդհատել ես, թողնեմ ես անտառում ու լիքը հետևորդ գայլեր կունենաս։ Ընկեր Կարո, ինչ եք խոսում, նա դեռ երեխա է։ Դա երեխա։ Աղջիկ ջան, ընտի որ հիմա գնային դարբաս հետևը այս կանով չեն կարող այդ դուռը բացել։ Մի խոսքով, այս ծառը շատ սիրված է մեր տարածաշրջանում, որովհետև սիրար զույգերը գալիս են այստեղ եւ այս ծառի վրա փորագրում են իրենց անվան առաջին տառը։ Օրինակ ասենք Կ գումարած Ա հավասար է սեր, love, kiss me, just kiss me, ինչ է դու։ Այնպես որ առակս ինչ կցուցան է։ Այս ծառը լավ հիշեք, որովհետև ճամբարի ընթացքում ձեզ հաստատ մի օր պետք է գալու։ Իսկ հիմա հավսարս գազ աչուսն առաջ, քայլով մարշ, ոսկե տակնելով։ Մի րոպե։ Ընկեր Թումանյան, այնպեսի տպավորություն է, որ մենք այստեղ բուշլատի թև ենք։ Եթե որոշումները մենակ եք կայացնելու, մենք ստեղին չենք հավաքվել։ Իսկ ուրիշ առաջարկ ունեք։ Ասեմ, ես առաջարկում եմ, որպեսզի արծիվները մասնակցեն բասկետբոլի մրցումներին։
Դրա պատիժը որն է, ընկեր Կարո։ Էդ էլ ասեմ։ Կմասնակցեն, կպարտվեն, իսկ ես վստահ եմ, որ կպարտվեն։ Կհասկանան, որ պետք է գնան պարատպելու, այլ ոչ թե անտառներում կիրպիրպի։ Պիկլիկ, պիկլիկնի։ Ընկեր Կարո։ Պիկնիկ։ Հայլի, կիպլիպլիպ։ Պիկնիկ։ Հայ, չասի պիպլիկ։ Պիպլիկ։ Ինչ չէ, ես միշտ բանասի չեմ ասում պիպլիկի։ Կիպլիպի։ Ընկերանուշ, անկեղծ եմ ասում, ես շատ նեղված եմ։ Լուրջ, ահա որ նեղված եմ, այնպես ընճկված եմ, ընկերանուշ։ Ընկեր Կարո, կլինի դու չխոսես։ Բայց որ ընճկված եմ, ոչ չասեմ, որ ընճկված եմ։ Իրոք միջև հոգուս խորքը։ Անկեղծ եմ ասում, ընկերանուշ, ես միջև հոգուս խորքը վիավորված եմ։ Այնքան վիավորված եմ, որ ուզում եմ բարձրանամ բուժկետ ու մեր ընկեր Լիլիթին ասեմ, որ մի հատ հոգուս խորքը պերևաս կանի։ Զարմանում եմ։ Անկեղծ զարմանում եմ Թումանյանի վրա։ Ոնց կարող էր այսքան տարի համատեղ աշխատանքից հետո Կոյրունին նշանակել արծիվների ջոկատավար։ Ընկեր Կարո, ես էլ ձեր բարապաշարից եմ գանգուղեղային վնասվածքներ ստանում։ Երևի ես էլ գնամ բուժկետ։ Ոչ թե Կոյրուն, այլ Կորյուն։ Ընկերանուշ, եթե դուք նեղվում եք, էլ չեմ ասի Կոյրուն։ Այսուհետև կասեմ միայն Կոյրուն։ Իպա լրիվ կարևոր բան ունեմ ասելու։ Երեխաներ լուր։ Ընկերանուշ, ես ոնց հասկանում եմ դուք շատ փխրուն եք եկեք, իսկ իմ կարծիքով ձեր կողքին հարկավոր է մի առույգ տղամարդ, որպեսզի ձեր ձայնն ավելի հասանելի լինի։ Երեխաներ լուր։ Լուր։ Երեխաներ լուր։ Ընկերանուշը ձեզ շատ կարևոր հայտարարություն ունի ասելու։ Ես արդեն ռեյտայլոտ եք իջացնում, տարածք, հա։ Կարողա վաղ չէ մյուս տոնել ես անտառներից մի հատ Սուզանավ դուրս գա։ Ձեզ չէր ասվել, որ ճամբար դրսից ծնունդ չի կարելի մտցնել։